Բարի երեկո, Արմենիայի եթերում ընտրության ժամն է եւ ժամի տաղավարում այսօր հյուրընկալել եմ քաղաքացիական պայմանագիր կուսակցության падգամավորության տեխնացու Սոնա Ղազարյանին։ Բարի երեկո, Տիկին Ղազարյան, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Այսօր վարչապետի գլխավորությամբ քաղաքացիական պայմանագիրը քարոզարշավ էր իրականացնում Լոռու մարզում, հավանաբար նկատած կլինեք տարեց տղամարդու հետ միջադեպի հանգամանքներին, երբ տղամարդը վարչապետին քննադատում էր Ազատի կացարանի հրդեհի գործով, որտեղ նաև իր թոռնիկն էր զոհվել, Փաշինյանն ասաց, որ այս մարդիկ ուղարկված են ընդդիմության կողմից, որտեղից նման կարծիք կամ պնդում անելու հնարավորություն եւ այս մարդիկ սքի մեջ են, արդյոք իրավունք չունեն, որ բարձրացնեն եւ քննադատեն նաև իշխանությանը։ Շնորհակալ եմ հարցադրման համար, իրականում այս մասին ասելիք շատ կա, որովհետեւ արդեն 2 օր է ակնհայտ է, որ քարոզարշավը փորձում են վերածել մեկ այլ պատմության, որը հստակ ուղղորդված է դրսից եւ որտեղից այս պնդումը վարչապետն էլ այսօր իրականում իր խոսքում ասեց, ակնարկեց, որ այս գործընթացը այլ կետերից է ուղղորդվում եւ քիչ առաջ տեղեկատվություն հրապարակվեց այն, ինչ որ մենք այսքան ասում էինք, որ այս մարդիկ չեն առաջնորդում Հայաստանի Հանրապետության պետական շահով, հիմնավորվում է փաստաթղթերով, վերջերս հենց նոր քիչ առաջ լուր տարածվեց Factor TV-ով ես ծանոթացա, հետո գնացի եւ գտա հենց The Insider բարբերականի հոդվածը, որը շատ հետաքրքիր է, որը պնդում է, որ Կալուգացի Սամվելը հենց Կալուգայում անձնագիր ստանալիս այնտեղ իր աշխատանքի վայր նշած է FSB-ն, այսինքն մի բան, ինչ որ մենք իրականում ասում էինք, որ այս մարդիկ, որտեղ որ կապիտալ են գեներացրել, այդ երկրի շահերն են սպասարկում, այդ բարբերական իհարկե մենք թարգմանված կարծում եմ պետք է մեր քաղաքացիներին ծանոթացնենք, տեղեկացնենք, որովհետև խոսք է գնում ոչ միայն Սամվելը, այլ պատերազմի երագլուխ կուսակցության բոլոր անդամների այլ պետությունից, մասնավորապես Ռուսաստանից ֆինանսավորման եւ ուղղորդման մասին ես կարծում եմ, որ սա արժանի գնահատականի պետք է արժանանա մեր քաղաքացիների կողմից։ Բայց մի տեսակ հարց է առաջանում Տիկին Ղազարյան, եթե իրավապահ մարմինները հավանաբար նման տվյալներ վաղուց են ունեն, ինչու են հրապարակում հենց հիմա նախընտրական քարոզարշավի այս ակտիվ շրջանում։ Նախ սա իրավապահ համակարգը չի հրապարակել, ի տարբերություն բոլոր այն գաղտնալսումների, որը մեր իրավապահ համակարգը պարբերաբար գրեթե ամենօրյա ռեժիմով հրապարակում է, սա արդեն The Insider պարբերականի երկար հետաքննությունն է, դուք գիտեք, որ երեկ էլ իրազեկ քաղաքացիներ ՀԿ-ի նախագահ Դանիել Լեոնիսյանն էր ասում, որ իրենց ձեռքի տակ հայտնվել են փաստաթղթեր, թե ինչպես են վարչապետի մասին պարբերաբար սուտ տեղեկատվություն տարածելու մասին ինֆորմացիան դրսի ներմուծվում, ինչպիսի պլաններով եւ ովքեր են դրանց համահեղինակները եւ սա ըստ էության ես կարող եմ կարծել, որ նույն հետաքննության տարբեր բացահայտումներ են, բայց իրականում արդյոք մեր ժողովուրդը ուներ այսպիսի բացահայտումների կամ հոդվածների կարիք։ Միանշանակ է, որ ոչ, որովհետև 5 տարի խորհրդարանում բոլոր այս ուժերը միաբերան կրկնում են Մարիա Զախարովայի թեզերը։ Եվ իր դեպ շատ հետաքրքիր էր, որ երեկվա դեպքերը դեռ մամուլում այսպես չէին հասցրել, հայկական մամուլում տարածվել, դրանց րոպեներ անց արձագանքում են Կրեմլյան տարբեր խոսնակներ։ Պատահականություն է, ես հետևություններ թողնում եմ մեր քաղաքացիներին։ Սպիտակում քարոզարշավի ժամանակ մասնակցում էին նաև համայնքային ծառայողներ, այդ թվում կոմունալ բաժնի աշխատակիցներ։ Նրանք քարոզարշավի էին մասնակցում աշխատանքային ժամի։ Իշխանությունն ասում է, որ մենք 0 մասնակցություն ունենք վարչական ռեսուրս կիրառելու հետ կապված։ Սա ինչ է։ Նախ ես ասեմ, որ օրենքի տարի առաջ բոլորը հավասար են, բայց ես ինքս էլ բացեցի եւ ուսումնասիրեցի, ես ճիշտ ասած տիկնոջը չէի ճանաչում եւ տեսա, որ տեսանյութում նա ասում է, որ բացակայության թերթիկով է մասնակցում։ Ինչ ասեմ, գիտեք, մենք որևէ վախ չունենք, որովհետեւ մենք որևէ գախնի բան չենք անում, մենք որևէ ուղղորդում։ Հա, ես մի կնոջ տեսանյութ եմ տեսել, դե իրավապահ համակարգը զբաղվում, մենք իսկապես որևէ մեկին չենք ուղղորդում եւ բավական է գնալ եւ ուրեմն մտնել ժողովրդի մեջ եւ տեսնել թե ամբողջը ինչպես է ողջունում, դիմավորում վարչապետին եւ իդեպ վերադառնալով ձեր առաջին հարցին, այո, սքի մեջ են այդ մարդիկ եւ այո, դժբախտություն է տեղի ունեցել, բայց ուզում եմ հիշեցնել այդ ծնողներին,
ում վիշտը եւ տառապանքը ես իսկապես հարգում եմ, որ կա դատավարություն եւ իրականում մեղադրանք առաջադրված անձերից մեկը ակտիվորեն մասնակցում է ընդդիմադիր գործընթացներին, եթե չեմ սխալվում առաջադրված տեխնացու է կամ ակտիվիստ, չեմ հետաքրքրվել, կարող են մասնակցել նաեւ ընդդիմադիր ցույցերին եւ պահանջել արդարություն, պահանջել հարց ու պատասխան անել, հասկանալ ինչպես դա տեղի ունեցավ, իսկ մենք իրավական պետություն ենք եւ առաջնորդվել ենք իրավական գործընթացներով։ Ընդդիմությունը ձեզ հաճախ մեղադրում է Տիկին Ղազարյան, որ այն քաղաքացիները, որոնք պետական աշխատողները մասնակցում են ընդդիմության ցույցերին, նրանց աշխատանքից հեռացնում են։ Դուք բացառում եք, որ իշխանությունը նման գործելավոճ ունի։ Ես բացառում եմ եւ ես գիտեմ գերատեսչություններ, որտեղ աշխատողների մեծամասնությունը օրինակ դաշնակցական են։ Ես գիտեմ գերատեսչություններ, որտեղ որ ավագ մասնագետները չեն օրինակ սատարում մեր դիրքորոշումը եւ ակտիվ սոցիալական ցանցերում գրառումներ են անում, իրենց քաղաքական դիրքորոշումն են հայտնում։ Ես բացառում եմ նման դեպք։ Ես բացառում եմ եւ իրականում ես շատ ուրախ եմ, որ մեր քաղաքացիները, նաև ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիները վայելում են այն ժողովրդավարությունը, որը Հայաստանին բերել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իդեմս վարչապետի։ Ես շատ ուրախ եմ, որ իրենք կարողանում են մոտենալ վարչապետին, իրենց դիրքորոշումը հայտնել եւ պարզապես դրա դիմաց ստանալ քաղաքական պատասխան։ Եվ գիտեք, հատկանշական է, որ ընդդիմադիր գործիչները չեն անում այն ինչ մենք ենք անում, դուրս գալի ուղիղ եթերով մարդամեջ եւ շփվում քաղաքացիների հետ։ Մենք երեք, այսօր եւ վաղը շարունակելու ենք նույնը։ Մենք չենք վախենում մարդամեջ դուրս գալ ուղիղ եթերով, լսել թե դրական արձագանք, թե բացասական արձագանք։ Արաբկիրում 3 վարչապետի մասնակցության միջադեպերի հետ կապված ընդդիմության ներկայացուցիչներից պահանջում են պաշտոնատար անձի վարքագծի կանոնների խախտման վարույթ հարուցել։ Բայց որևէ գործողություն չկա։ Ես գիտեմ, որ ազգային ժողովում նախորդ տարի դեռ սկսվել էր ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովի ձևավորման հարց։ Հիմա ընդդիմադիրները հարցնում են, արդյոք այս կառույցները կունենան այնքան քաղաքական կամք անհրաժեշտության դեպքում դիտարկել վարչապետի հայտարարությունները։ Ես ուրախ եմ կրկին հայտնել, որ Հայաստանի Հանրապետությունը այլևս ժողովրդավար պետություն է եւ մի որոշ ժամանակ առաջ վարչապետի մեկ այլ հայտարարության հետ կապված վարույթ էր նախաձեռնել, թե չեմ սխալվում, այլ գերատեսչություն եւ վարչապետը ներողություն էր խնդրել իր այդ դիրքորոշման համար, սա չտեսնված բան է Հայաստանում, որ վարչապետը այլ անկախ մարմնի դիտարկումները լսում է, ընդունում եւ ներողություն խնդրում, բայց ես ուզում եմ հիշեցնել, որ էթիկայի հանձնաժողովի աշխատանքների ձևավորման հարցում մենք աշխատել ենք ընդդիմության հետ, խորհրդարանական, կա ուրեմն փաթեթը կազմված, որը ըստ էության նաև քննարկվել է իրենց հետ, եւ մենք կարող ենք ասել, որ հիմնական աշխատանքը այս մասով կատարված է։ Լոռիում էլ քաղաքացիական պայմանագրի եւ Ուժեղ Հայաստանի համակիրների միջև միջադեպ տեղի ունեցավ, օրինակ Ուժեղ Հայաստանից արձագանքում են, որ իրենք որևէ ուղղորդում չեն արել եւ որևէ կերպ աջակցություն չեն հայտնել այդ մարդկանց, ավելին ասում են, որ հենց քաղաքացիական պայմանագրի անդամներն են, որ սա դրանք են հրահրել, ինչպես եք արձագանքում։ Դե գիտեք, այն մարդիկ, ովքեր տեսանյութերը տեսել են, ակնհայտ է, որ խոչընդոտվել է մեր քարոզարշավ անելու իրավունքը եւ այն համարժեք արձագանք պետք է ստանա։ Ես վստահ եմ, որ Կալուգացի Սամվելի գործընկերները չեն գիտակցում, որ գործ ունեն պետության հետ եւ իրենց ցանկացած քայլ, ընդ որում նաեւ այս ձայնագրությունը վկայություն են առայն, որ չեն պատկերացնում, թե ինչպես է գործում պետությունը եւ իրավապահ համակարգը։ Եվ ինչ ասեմ, բարի գալուստ Հայաստանի Հանրապետություն, որտեղ օրենքի առաջ անկախ գրպանիտ պարունակությունից պետք է պատասխանատվություն կրես եւ կրելու ես։ Հակակոռուպցիոն կոմիտեն շատ հաճախ ձայնագրություններ է հրապարակում, որտեղ ենթադրյալ ընտրակաշառքների մասին խոսակցություններ են։ Ուժեղ Հայաստան կուսակցության առաջին համարն ասում է, որ այո, իրենք կուսակցության մեջ գրասենյակներում աշխատակիցներ ունեն, որոնք զբաղված են նախընտրական ծրագրերով, բայց փող բաժանելու հետ իրենք զրո առնչություն ունեն։ Ես այսօր հերթական հնարավոր չէ այդպես լինի։ Իրավապահ համակարգը կասի հնարավոր է թե չէ, բայց ես այսօր լսեցի մի ձայնագրություն, որի համար ցավում եմ, որովհետև ըստ էության հերթական անգամ ցույց է դրվում, որ ընդդիմության համար ղարաբաղցիները այն ժողովուրդը, որ տառապել է եւ ենթարկվել էթնիկ զտման եւ լքել իրենց տները, ընդդիմության համար բացառապես գործիք է։
Եվ ըստ էության գործիք է Հայաստանում իշխանություն գալու, իսկ նախկինում գործիք էր իշխանություն պահելու համար։ Եվ այն վերջին հայհոյանքները, որ հնչում էին ղարաբաղցիների նկատմամբ, ես պարզապես իսկապես ուղղակի բառեր չեմ գտնում նկարագրելու, թե այդ ինչ ձևակերպումներով են իրենք մի կողմից խոսում ղարաբաղցիների մասին հեռախոսով, մյուս կողմից իբր փրկում ղարաբաղցիների եւ այս Արցախի հայրենիքի փրկության շարժումները եւ այլն, այս մարդիկ պարզապես երեսպաշտներ են, ովքեր ի ցույց են դնում այն, ինչ որ մենք ամբիոնից ասում ենք, որ իրենք էթնիկ զտումը, Լեռնային Ղարաբաղի հայաթափումը կրկին անգամ օգտագործել են Հայաստանի իշխանություն գալու համար եւ իրենք չեն ցավում Ղարաբաղցու համար եւ փաստորեն իրենք կառուցել են ինչ որ բաներ են արել, տներ, հա, ոնց իրենք են տեսանյութում նկարագրում, բացառապես իշխանություն գալու համար եւ ըստ էության ատում են հային, ատում են մեզ բոլորին եւ գալիս են իշխանություն մի հարց լուծելու համար։ Իսկ այդ հարցը Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքը դատախազության կողմից պահանջված դեռևս $200 միլիոն պահելու համար, պաշտպանելու համար։ Ներքաղաքական խոսույթում Տիկին Ղազարյան կրկին ակտիվացել է այսպես կոչված անկլավների թեման։ Իշխանությունն ասում է, որ այս հարցը կլուծվի սահմանազատման հանձնաժողովի համատեղ աշխատանքների միջոցով, ընդդիմությունը ձեզ հարց է ուղղում, չգիտեմ արձագանքել եք թե ոչ, ասում են կան էլի տարածքներ, որոնք պատրաստվում են վերադարձվել եւ ինչ ենք ստանալու, եթե այդպես է։ Մենք մեր սահմանները ճանաչում ենք, մենք ճանաչում ենք մեր սահմանների անցնելու ճշգրիտ վայրը եւ դրա համար շատ հաճախ ասում ենք, որ սահմանազատում եւ սահմանագծում անելիս մենք նոր սահման չենք գծում։ Եվ ըստ էության, երբ որ մենք ասում ենք, որ հիմք ենք ընդունում Ալմաթի հռչակագիրը, դա մի բանի մասին է, որ խորհրդային միության փլուզման պահին գործող ադմինիստրատիվ սահմանները այլևս դառնում են պետական սահմաններ եւ ըստ այդմ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, որ բնակվում է Հայաստանի Հանրապետությունում, իր համայնքի տարածքը վստահաբար գիտի։ Անկլավների հարցը ըստ աշխատակարգի հասցեագրվելու է վերջում, բայց այստեղ ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ երբ որ մենք այն քարտեզները, որ շատ պահանջված են մեր քաղաքացիների կողմից, տալիս ենք մեր քաղաքացիներին, այնտեղ կա Արցվաշենը նաեւ։ Եվ ըստ էության մենք ասում ենք, որ կա անկլավների հարց, որը պետք է հասցեագրվի, բայց եթե Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից անգամ անկլավ կարգավիճակ ունեցող զիջվում է օրինակ Արցվաշենը, ապա դա առանց հանրաքվեի տեղի ունենալ չի կարող։ Դրա համար սիրելի քաղաքացիներին ուզում հանգստացնել հերթական անգամ ասել, որ մեր սուվերեն տարածքից որևէ բան զիջվել չի կարող։ Եվ եթե նույնիսկ կան պարագայում, երբ որ անկլավների հարցը օրինակ փոխանակման սցենարով պետք է լուծվի, դա առանց հանրաքվեի տեղի ունենալ չի կարող։ Մենք լսում ենք մեր ժողովրդին, իրենց անհանգստությունը հասկանում եւ ասում ենք, մենք ճանաչում ենք մեր սուվերեն տարածքը, մեր սուվերեն տարածքից զիջում անհնար է։ Անկլավների հարցը, ինչպես նշված է աշխատակարգում, կհասցեագրվի հետոն էլ առանց հանրաքվեի անհնար է։ Իշխանությունը շատ հաճախ քննադատում է ուժեղ Հայաստանին, հատկապես 300,000 ադրբեջանցի Հայաստանում վերաբնակեցնելու հայտարարությունների հետ կապված։ Նրանք արձագանքում են, որ եթե նման բան չկա, հայտարարեք, որ ոչ միայն նման սցենար չկա, այլև դա բացառվում է։ Նայեք, ուրեմն էլ 300,000 չեն բավարարվում, 3 կամ այսօր հայտարարել են, որ 500,000 տենց թվերա, որ աճում է, որտեղ ակնհայտ է, որ այս սուտը կյանք չունի, որովհետև ինչպես մոլորեցնում էին քաղաքացիներին Զանգեզուրի միջանցքով, այսպես կոչված, որը տեղի չունեցավ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից որևէ բան չզիջվեց, դրանից հետո Գիրանցի եկեղեցին հորինեցին, որը տեղում է Հայաստանի Հանրապետության ներսում է, եւ ուզում եմ հիշեցնել, որ առաջին անգամ վերանորոգվել է մեր օրոք, իր շուրջ ենթակառուցվածքներ վերանորոգվել են մեր օրոք։ Հիմա դաշտ են նետում մի թեզ, որը բնականաբար սուտ է, Հայաստանի Հանրապետություն չի բանակցում նման որևէ հարցի շուրջ, եւ ես հերթական անգամ կրկնում եմ, իրենք այլ գործիք քան սուտը չունեն եւ հիմա փորձում են վախը վերացնել քաղաքական կապիտալի, որը ակնհայտ է, որ չի ստացվում։ Դրա համար նախ թվերն են ուռճացնում, ես լսեմ, որ Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ այն տները, որ կառուցվում են, դա նրա համար է, որովհետեւ գալու են ադրբեջանցիներ, սուտ է։ Այս մարդիկ փորձում են հայի ցավը կապիտալիզացնել եւ վերացնել քաղաքական կապիտալի, որը ակնհայտորեն չի ստացվում։ Ես մեր քարոզարշավից էլ զգում է, որ քաղաքացիական պայմանագիրը վստահաբար գնում է դեպի հաղթանակ եւ այն բարդ բառը պետք է ասեմ, որ Կալուգացի Սամվելի մոտ չէր ստացում, մեր հաղթարշավը իսկապես կանգնացնել այլևս չի լինի։
Ձեր թիմակիցներից մեկը Տիկին Ղազարյան երեք հայտարարեց մեջբերեմ Ղարաբաղցի գեներալին որտեղից այդքան փող, որ Երևանում բազմահարկ շենք կառուցի։ Հարց է առաջանում։ Մինչև հիմա իշխանությունը չգիտեր, ով ինչքան գումար ունի եւ որտեղից։ Գիտի եւ դրա համար կան տարատեսակ քրեական գործեր եւ դրա համար է, որ այս մարդիկ, ես նկատի ունեմ ընդդիմությունը, դուրս է եկել փողոց իր սեփական ունեցվածքը պաշտպանելու, պահպանելու համար։ Եվ ես ասում եմ, որ այս վերջին ճակատամարտն է, որտեղ իրենք ակնհայտորեն պարտվում են եւ դրա համար այս արահեղությունը։ Մենք Քարոզարշավը չէինք ուզում կառուցել ընդդեմ։ Մենք Աստված վկա, Քարոզարշավը կառուցել ենք հանուն խաղաղության, հանուն մեր պետականության, հանուն կառուցվող մանկապարտեզների եւ դպրոցների։ Իրանք եկան մտանելի մի դաշտ, որտեղ ակնհայտորեն պարտվում են, այս խոսակցությունը իրանք շահերից չի բխում եւ նաեւ հակասահմանադրական մեթոդներ են դաշնետում, տերորիզմի, ահաբեկչության հերթական կոչեր, ասում եմ, այստեղ իրանք հաջողելու որևէ շանս չունեն, մենք գնում ենք դեպի հաղթանակ։ Ընդդիմությունը ձեզ մեղադրում է, որ ներքաղաքական խոսույթը, այսինքն բովանդակության փոխարեն ցեղ շպրտել ընդդիմության հասցեին, դա իշխանությունն է իրականացնում։ Բացարձակ։ Ես մեջբերեմ իրենց խոսքերից, այլ իրենք օրինակ ուզում են ծրագրեր տեսնել ընդդիմությունը ներկայացնի, իշխանությունը ներկայացնի։ Մենք հենց դրանով էլ զբաղված ենք եւ կարող եք տեսնել, որ շատերս ունենք տեսաուղերձներ մեր կառուցվող դպրոցների, մանկապարտեզների մասին։ Մենք բավականին դրական իրական Հայաստանի ներքո տարբեր էլի տեսանյութեր էինք պատրաստել եւ պատրաստում, այսինքն մեր ամբողջ Քարոզարշավը կառուցված էր հենց այս դրական ուղերձների վրա, մեր կատարված աշխատանքի վրա, առողջապահության ապահովագրության, բարձրացվող թոշակների, որի հիմքում էս խաղաղությունն է, խաղաղություն մի միջավայր, որտեղ ռեֆորմները հնարավոր են։ Եւ մենք վարչապետը ուղիղ եթերով իր Facebook-յան էջով ներկայացրել է մեր ամբողջ ծրագիրը։ Նման բան ես ոչ Սամվել Կարապետյանից եմ լսել, ոչ Ռոբերտ Քոչարյանից, ոչ Գագիկ Ծառուկյանից, ես առաջարկում եմ իրենց միացնել կամերաները, տեսաուղերձով ներկայացնել իրենց ծրագիրը։ Չկա դա, որովհետև իրենք իսկապես չեն կարողանում քաղաքական առաջարկ ներկայացնել մեր քաղաքացիների։ Եվ ես վստահ եմ, որ սա է նաև իրենց պարտության պատճառը։ Ստացվում է, որ ընդդիմությունն է իշխանության օրակարգը թելադրում, երբ ծրագրեր ներկայացնելու փոխարեն Բացարձակ մենք շարունակում ենք նույն ոճով, այսօր տարբեր համայնքներում վարչապետը շարունակել է այն ծրագրերից խոսել, այն տեսլականից խոսել, որը մենք առաջարկում ենք մեր քաղաքացիներին, պարզապես երեք պետք էր արձագանքել ստեղծված իրավիճակին, արձագանքը համարժեք տրվել է, մենք շարունակում ենք մեր աշխատանքը։ Ես երեք եղել եմ առանձին խմբով падգամավոր Արթուր Հովհաննիսյանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի հետ Շենգավիթում, մենք հենց խոսել ենք մեր ծրագրին մասին, չէ, ընդդիմությունը Հայաստանի Հանրապետությունում օրակարգ գեներացնել չի կարողացել վերջին 5 տարիների ընթացքում եւ բնականաբար չի կարող այսօր։ Նախընտրական ծրագրերից խոսենք, քանի որ ավելի շատ խոսեցինք ներքաղաքական մթնոլորտից, քաղաքացիները ինչ են ակնկալում տեսնել քաղաքացիական պայմանագրից առաջիկա տարիներին։ Մենք մեր ծրագրի առաջին կետերից մեկը, որին անդրադարձ ենք արել խաղաղությունից եւ անվտանգությունից անդին, դա կրթությունն է, որովհետեւ մենք ռազմավարական ուղղություն ենք դիտարկում կրթությունը, բայց ակնհայտ է, որ դրա համար անհրաժեշտ են առնվազն ենթակառուցվածքներ եւ դրա համար է, որ մենք վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կառուցել ենք 300 դպրոց եւ 500 մանկապարտեզ, բայց դրա վրա մենք բնականաբար կանգնել չենք կարող, որովհետեւ մենք ժառանգել ենք մի իրավիճակ, եւ որ մինչ օրս մենք այսքան կառուցում ենք, բայց մենք ունենք իրավիճակ, եւ որ դպրոցում սանհանգույց չկա։ Արդյոք օրինակ Ռոբերտ Քոչյանի թոռը նման դպրոց կգնա կամ կգնար։ Եվ մենք ենթակառուցվածքը դիտարկում ենք կարևորագույն նախապայման եւ իրականում հենց այդպես է, երբ որ տարբեր զեկույցներ նայում ես, որակյալ կրթության համար կարևոր է ուրեմն ենթակառուցվածքը։ Ուսուցիչների ատեստավորման արդյունքում բարձր աշխատավարձ, որտեղ ուսուցիչը պետք է կենտրոնանա իր աշխատանքի վրա։ Մենք իմ համար սա շատ կարևոր թեմա է, մենք առաջարկում ենք նաեւ մսուր մանկապարտեզների առկայություն բոլոր խոշորացված համայնքներում եւ սա ոչ միայն երեխայի կրթության իրավունքն է, սա նաեւ երիտասարդ մայրերի աշխատանք վերադառնալու իրավունքի ապահովումն է, որովհետև երբ որ դու երեխա ես ունենում, դու պետք է ապավինես պետության վրա, որը կապահովի քեզ մինիմալ ենթակառուցվածքներով։ Մենք շատ մեծ ուշադրություն ենք տալիս բնականաբար նաև բարձրագույն կրթությանը եւ ակադեմիական քաղաք ծրագիրը շարունակելու ենք զարգացնել։ Մենք առողջապահության ապահովագրություն տարածելու ենք այսօր բոլոր քաղաքացիների վրա 27 թվականից
Եվ ինչպես տեսնում ենք, համակարգը փայլուն աշխատում է ի հեճուկս բոլոր անհանգստությունների։ Մենք պատրաստվում ենք ինդեքսավորել մեր թոշակները գնաճի հետ կապելով այն, այսինքն ապահովել սահուն թոշակների բարձրացում այնքան որքան գնաճն է լինելու։ Մենք շարունակել ենք կառուցել հիվանդանոցներ եւ դուք տեսնում եք, որ խոշորացված համայնքներում ուրեմն պոլիկլինիկաների առկայությունը իրապես փոխում է իրավիճակը եւ դա նույնպես շարունակել ենք։ Մենք կարևոր ենթակառուցվածքներ պետք է ունենանք, որպիսի մարզերը չդատարկվեն, որովհետեւ մի բան է, եւ որ դու քաղաքացուն ասում ես, որ դպրոց կա, մանկապարտեզ կա, բայց դրա շուրջ ենթակառուցվածքները պետք է զարգանան եւ դա էլ ի դեպ որակյալ կրթության կարևոր բաղկացուցիչ մասերից մեկն է։ Մենք ի վերջո առաջարկում ենք ամենամեծ առաջարկը դա խաղաղությունն է եւ հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը։ Մենք մեր հայացք ուղղում ենք դեպի Եվրոմիություն, այն գիտակցմամբ, որ եթե Եվրոմիությունը հնարավորություն ունեցավ առհասարակ ծնվել նրա շնորհիվ, որ հարաբերություններ կարգավորվեցին Եվրոպայում, ուզում եմ հիշեցնել մեր քաղաքացիներին, որ երկրորդ աշխարհամարտից հետո Ֆրանսիայի եւ Գերմանիայի միջև ծագող հակամարտության արդյունքում է, որ ծնվեց Եվրոմիությունը, որպես պողպատի եւ ուրեմն ածուխի միություն, սկզբից տնտեսական, դրա հիմքով Եվրոմիությունը առհասարակ տարածաշրջաններին հենց որպես ամբողջականություն է նայում, եւ մենք նայում ենք մեր հայացք ուղղելով դեպի Եվրոմիություն, տարածաշրջանային տրամաբանությամբ նույնպես, եւ դրա համար մենք շարունակելու ենք մեր քայլերը դեպի ենթակառուցվածքների ապաշրջափակում հարևանների հետ, իհարկե սահմանազատում եւ սահմանագծում, որի արդյունքում նաև ադրբեջանական զորքերը դուրս կգան Հայաստանի սուվերեն տարածքից եւ այդ զարգացող միջավայրում իհարկե տնտեսությունը զարգանալու է, որի արդյունքները արդեն մեր քաղաքացիները զգում են։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի քաղաքացիներ, ես հիշեցնեմ, որ զրուցում էի քաղաքացիական պայմանագիր կուսակցության падգամավորության տեխնացու Սոնա Ղազարյանի հետ։ Կհանդիպենք վաղը։ Ցտեսություն։